Ողջույն սիրելի ընկերներ, Anti-Fake-ի եթերում Խաշմերուկ ոդքասթի հերթական թողարկումն է եւ ինչպես միշտ աղավարում ձեզ հետ են լրագրող պատմաբան Դավիթ Ֆիդանյանը, վերլուծաբան ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։ Մենք տեսնում ենք, որ մերձավոր Արևելքում շարունակում է իրավիճակը մնալ ցայրահեղ լարված եւ պատերազմի աշխարհագրությունը գնալով ընդլայնվում է։ Մենք տեսնում ենք, որ Իրաքն է արդեն խաղի մեջ մտնում, նաև Սաուդյան Արաբիան եւ անցնող օրերին բավականին հետաքրքիր մի իրադարձություն տեղ ունեցավ, ուկրաինական կողմը խոցեց Կասպից ծովում իրանական նավեր եւ փաստացի ըստ բազմաթիվ վերլուծաբանների ուկրաինական կողմը, մասնավորապես ռեժիմի պարագլուխ Զելենսկին փորձ է անում մտնել մերձավոր արևելյան ճգնաժամի մեջ, որպեսզի իր քաղաքական գինը կարողանա էլ ավելի թանկ կերպով վաճառել Միացյալ Նահանգներին եւ Արևմուտքին։ Պարոն Նահապետյան, Եմենի հուսիտները այս օրերին նաեւ ըստ էության Կարմիր ծովը բլոկադայի են ենթարկել, կարելի է ասել, եւ հայտարարություն տարածվեց, որ եթե նավերը ցանկանում են անցնել Բաբ el-Մանդեբի նեղուցով, պետք է турք վճարեն։ Մուծվել։ Այո, մուծվել։ Կարծես թե թրենդային է դառնում համաշխարհային քաղաքականության մեջ, որ այն պետությունները, որոնք տիրապետում են լոգիստիկ ճանապարհների վերահսկողությանը, սկսում են турքեր սահմանել, որպեսզի կարողանան օգուտ ստանալ այս կամ այն աշխարհաքաղաքական գոտում առկա ճգնաժամից։ Ձեր կարծիքով սա ինչի կարող է հանգեցնել եւ այս պատերազմի այս փուլում փորձենք հասկանալ իրերի իրադրությունը։ Սա իսկապես կարելի ասել պետությունների մրցակցության մեջ մեծ աշխարհագրությամբ, հա, ինքը երևույթը սկզբունքորեն նոր չի, Խաշմերուկի տեր լինել նշանակում է այդ տիրոջը մուծել։ Հայկական բարձրավանդակը երբեմն եղել է քաղաքակրթությունների խաշմերուկ եւ մուծվել է նաեւ մեզ։ Բայց հիմա խնդիրը նա է, որ յուրաքանչյուր պետություն մտածում է, եթե ինչ որ ձևով պետությունների, հզոր պետությունների տարածաշրջանային ազդեցություն ունեցող երկրների շահերի բախում կա եւ այդ բախման մեջ իրենք եւս մասնակցություն ունենալու, ապա իրենք ինչ խաղաքարտեր ունեն այդ բախման մեջ, այդ թվում նաեւ նյութականով դուրս գալու շահեկան։ Հիմա ինչու Օրմուզի նեղուցը ինքը դարձավ Իրանի ձեռքին միջուկային զենք, որտեղ 20% նավթը եւ ոչ նավթը, առաջին հերթին նավթը այդ նեղուցով անցնում եւ սնուցում է այդ նավթով շատ կարևոր պետություններ։ Այստեղ միայն արաբական աշխարհը չի, հա, այդ նավթը գնում է, հասնում է բազմաթիվ այլ տեղեր։ Ներառյալ մինչև Եվրոպա։ Հիմա պատկերացրեք 10% նավթը եւս գնում է այն նեղուցով, որտեղ հուսիտները վերահսկողություն ու Կարմիր ծովով, հա։ Սա իրապես համաշխարհային տնտեսության վրա ազդեցություն ունեցող երևույթ է։ Այսինքն այստեղ միայն Խաշմերուկի եւ Խաշմերուկի տիրոջը մուծվելու խնդիրը չի։ Այստեղ խնդիրը, երբ որ այդ գործիքը ինքը համաշխարհային տնտեսության վրա, բոլոր երկրների վրա այս կամ այն չափով ազդում է։ Այսինքն կարևորությունը հենց դրանում է կայանում։ Այո, կարող են լինել պետություններ, որոնք եւս ունենան կոմունիկացիոն որոշակի տարածքներ իրենց վերահսկողությամբ կամ պոտենցիալ վերահսկող եւ անհրաժեշտ պահին իրենք եւս կեցված դրսեւորեն։ Բայց այստեղ խնդիրն նա է, որ այդ կեցվածքից հետո դու պետք է կարողանաս տեր կանգնել, հա, քո այդ Խաշմերուկի գործոնը նյութականի վերածելուց նաեւ բնականաբար շատերը ցանկանան, որ դու այդպիսի քայլեր չանես, այսինքն ռազմական ուժ կիրառեն քո նկատմամբ, կոնկրետ ուսիտների նկատմամբ կիրառում են։ Հա, բայց այդ ժողովրդի ասում է ցեղախումբը անշշելի ժամանակներից ամենամարտունակ ռազմաշունչ տոհմերից ա եղել եւ մինչեւ հիմա դա պահվում է։
Եթե դանի գումարենք, որ իրենք այս կամ այն ձևով Իրանի պրոքսի միավորեն, այսինքն զինվածությամբ առումով իրենք եւս պատասխանատվական։ Օրինակ, երկիր մոլորակի վրա մի պետություն կա, որը գործնականում հիպերձայնային արագության հրթիռներ է, ոչ միայն փորձարկել, այլև կիրառել, դա Ռուսաստանի Դաշնությունն է։ Այդ հրթիռներին չխոցող, չկարողանալ խոցող այսօր ՆԱՏՕ-ի անդամ երկրներ, Միացյալ Նահանգներ իրենց համար խնդրեմ են ռուսական հրթիռը։ Մեկ էլ ոչ ավել, ոչ պակաս պարզեց, որ Իրանի Իսլամական Հանրապետություն ունի նման երկու հրթիռ իդեպ անցյալ տարվա Իսրայելի եւ ԱՄՆ-ի հետ բախման ժամանակ Իսրայելի վրա օգտագործեց Իրանը, իսկապես։ Այդ արագությունը կարող է էլի չափել։ Հետո ոչ ավել, ոչ պակաս մի հրթիռ թռչում է Եմենից։ Անցնում է Եմենից ուրեմն ամերիկյան երկու ավիակիրի հոբ համակարգերի վրա եւ գնում է Իսրայելի ինչ-որ մի տարածքում ոչ այդպես նպատակային թիրախի, բայց խնդիրը ոնց որ թե ցույց տալ, որ մենք էլ ունենք։ Պարզեց այդ Եմենի հուսիտներն էլ քարանձավներում, քարի մուրճերով, ասենք կարող են հիպերձայնային հարգության հրթիռներ ստեղծել։ Ակնհայտ է, չէ՞ որ հիմա փաստորեն լրջագույն զինատեսակներին այսօր տիրապետում է նաեւ Եմենը։ Նու կոնկրետ չասենք պետության անունով, որտեվ այնտեղ էլ մրցակցություն է դեռևս գնում, այսինքն սա նշանակում է, որ ասենք վաղը չեմ իսօրը մեկ ուրիշը իր միջուկային զինանոցը կարող է որպես գործիք օգտագործել։ Ասել այս բանը անում եմ կամ չեմ անում, որտեղ միջուկային տերություն է։ Օրինակ այդպիսի հոգեվիճակ եւ այդպիսի կեցվածք ունի Հյուսիսային Կորեան եւ իր առաջնորդը։ Նրանք էլ շատ բաներ, օրինակ իրեն փորձում են ճնշել, ասում են չեմ անում։ Ես այսպես եմ ուզում, որտեվ այդ ես այսպես ուզելու ինքը գործիք ունի։ Բարձրացումա դա միջուկային զենքներ։ Հիմա այդ միջուկային զենքը, քանի որ օգտագործել է ինքը շղթայական ռեակցիայով կարող է երկիր մոլորակի վերջի սկիզբը դառնալ։ Հիմա նորագույն զինատեսակները դրանք հիպերձայնային արագության հրթիռներն են։ Կամ հիմա հաջորդ տեսակն է զինանոցի դուրս եկել, որը օրինակ Ռուսաստանի համար գլխացավանք է։ Դա անօդաչու թռչող սարքերն են, որոնք թռչում են 5-6 կիլոմետր բարձրության վրա, մոտ 500-600 կմ/ժ արագությամբ, ռեակտիվ շարժիչով են աշխատում եւ զենթահրթիռային կայանքներ չեն կարող խոցել։ Նո խոցում են ինչ-որ մասը, այնպես չի որ 100% խոցում։ Ոչ ամբողջությամբ։ Օրինակ Ռուսաստանի համար այդ խնդիր է այսօր։ Վաղը կարող խնդիր չլինի այլևս դրա, ինչպես ասում են, հակաթույնը գտնեն։ Այսինքն նորագույն զինատեսակներն են որոշում պետությունների, հա, շահերի սպասարկման համար մրցակցությունում պարտվելը կամ հաղթելը։ Եվ այդ առումով հուսիտները ցույց են դնում, որ քանի որ իրենք քարանձավներում մուրճի քարի մուրճով պատրաստված հիպերձայնային արագության հրթիռ ունեն, իրենք կարող են նաև իրենց վերապահել իրավունք, որ Կարմիր ծովում ինչ որ տարածքներում տեր ու տնօրինություն ան, այդ թվում նաև այն նեղություն, որտեղով համաշխարհային նավթի 10% անցնում է։ Փաստացի հիմա Իրանը եւ հուսիտները կարողանում են վերահսկել նավթի շարժի մոտավորապես 30%-ը, եթե հաշվենք երկու նեղուցները։ Դրանով գնահատում ենք դա համաշխարհային տնտեսության վրա էական ազդեցություն, այսինքն 30% դու փակում ես չկա, բնականաբար գները բարձրանում են կտրում, այո, հետո մրցակցությունա գնում, որտեղ դրա այլևս դրա չլինելը ոչ միայն գների վրա է ազդում, այլև ազդում է էներգակիրների վրա, որտեղ նավթը նաև բենզին է, ավիակերոսինն է, հա, այլ նյութեր են, հա, նավթից շատ բան են ստանում, չկա նավթը, չկա այդ ամեն ինչը։ Ստեղ նաև պետք է հասկանալ, թե գործողությունների ինչպիսի տրամաբանության սպասենք, որովհետև ակնհայտ է, որ Միացյալ Նահանգները չեն կարողանում իրենց առջև դրված խնդիրը լուծել եւ կարծես հիմա որոշակի պաուզա են վերցրել այնուամենայնիվ եւ հետաքրքիրն այն էր, որ վերջին երկու օրերին Միացյալ Նահանգները եւ Իրաքը Միացյալ Նահանգները եւ Սաուդյան Արաբիան ներողություն ռմբակոծեցին Իրաքում այդ շիական կառույցների դիրքերին։ Այդ շիական կառույցները մեզ լսողների համար մի քիչ ավելի մանրամասնենք,
Իրանը Իրաքում բանակ ունի, որի անունը գիտեք ինչ է, միլիցիա, թվականակը եւ մարտունակ 400,000, տեսնում ես ինչ ջոկատ է, 400,000-անոց միլիցիանոց ջոկատ, որը իրականում բանակ է, շիա մահամեդական բանակ է։ Արդյունքում ըստ արևմտյան լրատվամիջոցների մի քանի տասնյակ սպահ զոհվեց Իրանի Իսլամական Հեղափոխության պահապանների կորպուսի եւ դրանի պատասխան Իրանը ռմբակոծեց Քուվեյթը, Հորդանանը, այսինքն այս փոխադարձ ռմբակոծությունները իրենք շարունակական բնույթ ունեն այս պահին եւ հիմա պետք է հասկանալ, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, հատկապես եթե հաշվի առնենք, որ ըստ տեղեկությունների չինական կողմը Իրանի Իսլամական Հանրապետությանը տրամադրելու է ռազմատեխնիկական աջակցություն Պակիստանով, որը որ չինական կողմը հերքեց պաշտոնապես։ Դե բամբասանք այլ է։ Բայց բնականաբար վստահ ենք, որ օգնություն Իրանի Իսլամական Հանրապետությունը ստանում է։ Չէ՞ ոնց կարող է ստանալ։ Նայեք, Իրանի դեմ գործողությունները, ռազմական գործողությունները, որ Միացյալ Նահանգները Իսրայելը անում են։ Իսրայելի մոտիվացիան այլ է Իրանի դեմ, հա։ Իսրայելը իր ծովից ծով, ինչպես ասում են, Իսրայել ստեղծելու կամ Եփրատից, բանից Նեղոսից մինչև Եփրատ։ Նու գետից գետ, այսպես ասենք։ Այդ կայսրությունը ստեղծելու համար իր ճանապարհին բոլոր պետությունները, խոչընդոտները պետք է վերացնի, թուլացնի, մասնատի, նվաճի եւ այլն։ Հիմա սա Իսրայելի շահն է։ Իսկ Միացյալ Նահանգների շահը որն է, նավթի այդ հսկայական, ինչպես ասում են, պաշարներին եւ կոմունիկացիաներին տեր կանգնելը։ Բայց դա եւս նպատակ չի, դա միջոց է, իսկ նպատակը Չինաստանն է, թիրախը Չինաստանն է։ Չինաստանի տնտեսությունն է իրեն մրցակից, աշխարհում միակ տնտեսությունը, որը Միացյալ Նահանգների տնտեսությանը մրցակից է։ Այսինքն այդ տնտեսությունը պետք է թուլանա եւ մրցակցությունից որպես միակ գերտերության Միացյալ Նահանգների տնտեսության մրցակից պետք է չլինի։ Այդ դրա համար Իրանին հարվածեցին, որտեղ իրանական նավթն է գնում։ Ինչ է կարծում Չինաստանը այսքան հասկանում է, չէ՞ մենք այստեղ նստած հասկանում ենք, Չինաստանի ղեկավարությունը չի հասկանում։ Եվ հետեաբար Չինաստանը ամեն ինչ անելու է, որ Իրանը չպարտվի, որտեղ Իրանի նավթը իր համար գոյութենական է իր տնտեսության համար։ Եվ ակնհայտ է, որ ճիշտ է ապացուցողական բազա չկա, թե Չինաստանից ոնց է գնում։ Նույնիսկ կարող եմ ենթադրել Իրան-Պակիստանից վերջին մտերմությունը, ասենք, ջերմ հարաբերությունները, անգամ բանակցությունները Միացյալ Նահանգների հետ Իրանի ղեկավարության միջնորդը Պակիստանի ղեկավարություններ եւ տարածք անգամ Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում չէ տեղի ունեցավ բարբերաբար։ Այստեղից կարող ենք ենթադրել, ես կարող եմ ենթադրել, որ այդ օգնությունը Իրան գալիս է Պակիստանից։ Իսկ Չինաստանից ակնհայտ է, այստեղ ես ակնթարթից կասկած չունեմ, որ Չինաստանը վստահաբար շատ հարցերով օգնում է։ Այդ թվում մի կողմից մենք զարմանում ինչ որտեղ հետո հեգնում ենք ԱՄՆ նախագահին, որ ասում է ես Իրանի օդուժը ոչնչացել եմ, հով համակարգերը ոչնչացել եմ, չգիտեմ, անօթաչու թռչող սարքերի շահիդների, պայծների 80%-ը ոչնչացել, մեկ էլ պարզում է ոչ մի բանը չի ոչնչացի, իսկ կարող է երրորդ տարբերակն է։ Այսինքն իրականում ոչնչացել է, բայց տեղը լցվում է, շատ ճիշտ է, այդ տեղը լրացվում է, այսինքն Տրամպին հավատանք, որ իսկապես թիրախային հարվածում են։ Ինքն էլ իրենք գնահատում են։ Իրանը ունի այսքան միավոր այս տեսակից զինտեխնիկա, հա, այսքանը ոչնչացել են, գիտենք, պահոստները որտեղ է, բայց հետո պարզվում է, որ հաջորդ հակամարտության լարման հաջորդ փուլում Իրանը ոչ ավել ոչ պակաս հսկական զինանոց է օգտագործում։ Ավելին քան ամերիկացիների դեպ ասա։ Իսկ ես կարող եմ ենթադրել, որ այդ ոչնչացված զինանոցի տեղը Պայստային տարբերակը դա Չինաստանն է, որը տրամադրվում է եւ կարող եմ ենթադրել ուղիներից մեկը դա Պակիստանն է, որտեղ Պակիստան-Չինաստան հարաբերությունները բավականին սերտացել են, իդեպ ասեմ ձեզ։ Պակիստանը, որը ստեղծվեց Բրիտանիայի կողմից Հնդկաստանի դեմ կոնկրետ նպատակով, խնդրով անգամ միջուկային տերություն դարձեցին, բայց փաստը մնում է փաստ, որ այսօր Պակիստանի ղեկավարությունը վարում է որոշակի առումով ինքնուրույն քաղաքականություն։
եւ ինքն է որոշում թե ում հետ դաշնակցի, ում հետ մտերմանա, ում հետ ռազմատեխնիկական, ում հետ էներգետիկ եւ որ պետությանը օգնի կամ զենք ունի կարողանում է որոշել։ Ուզում ասել հիմա Պակիստանի ինքնուրույնությունը շատ ավելի բարձր է, քան մի ժամանակ։ Մեր մոտ որոշակի ստերեոտիպ կա, էլի Պակիստանի եւ Պակիստանի նման պետությունները, որ իրենք այսպեսին եղել են, հա, գաղութար երկրների կողմից ստեղծված եւ այդպես է կառավարվում, այդպես չի։ Այսինքն այդ կառավարությունից աշճանաբար դուրս են գալիս, հա, հիմա Պակիստանը ակնհայտ է դուրս եկել, էլի, հիմնականում դուրս է եկել։ Հիմա հարց է առաջանում, թե ինչի Ուկրաինայի նախագահ Զելենսկին փորձ արեց մտնել այս հակամարտության մեջ, թիրախավորելով Կասպից ծովում իրանական նավերը։ Հիմա եկեք այսպես նայենք, ԱՄՆ-ի համար արդեն արձանագրում ենք ԱՄՆ-ի նախագահի եւ Ուկրաինայի վարչակազմի կամ ռեժիմի պարագլխի պարբերաբար հանդիպումներում ուղղակի կամ միջնորդավորված, այսինքն հավաքատեղի, որտեղ կարող է Զելենսկի-Տրամփ հանդիպում չլինի, բայց միջնորդավորված խոսակցություններ լինում են։ ԱՄՆ-ի համար Ուկրաինան այլևս առաջնային չի։ Սա արձանագրում ենք։ ԱՄՆ-ը այն հրթիռները, հոբ հրթիռները, որը որ հոբ համակարգերի համար ԱՄՆ-ն ուներ եւ Ուկրաինան մի ժամանակ որոշակի առումով էֆեկտիվ պայքարում էր ռուսական հարձակողական զինատեսակների առաջին հերթին բալիստիկ հրթիռների, ԱՄՆ-ը այլևս չի ուզում տալ Ուկրաինային, որովհետեւ իրեն պետք է որտեղ Իրանի ճակատում։ Եվրոպական երկրները չեն տալիս, ամեն մեկը ասում է սա մեզ պետք է, որովհետեւ կա ռուսական ագրեսիայի մեծ վտանգ, բայց չպաշտպանվեմ։ Եվ դրա համար հիմա այս արդեն երրորդ շաբաթն է, հիմա 4-րդն է, արդեն 1 ամիս շուտով կլրանը, որ ուկրաինական երկինքը արդեն ամբողջովին բաց է։ Ռուսները որտեղ երեք եղել է ամենամեծ հարձակումը թևավոր հրթիռների, բալիստիկ հրթիռների եւ ռեակտիվ շարժիչներով անօթաչունների։ Հաշվեք 90% եւ ավել դրանք էֆեկտիվ խոցել են։ Այսինքն ուկրաինական երկինքը բաց է, Ուկրաինան ցանկանում է, խնդրում է, աղերսում է, աղաչում է Եվրոպայի միջոցով կամ ոչ միջնորդով, որովհետեւ Միացյալ Նահանգները հրթիռներ տա, Միացյալ Նահանգները չի տա։ Այսինքն արձանագրում ենք, որ Ուկրաինան Միացյալ Նահանգների համար 10-րդական է այս պահին։ Այո։ Սա արձանագրում ենք։ Հիմա որտեվ հրթիռները պետք է նան մի ֆրոնտում։ Հա, իրեն պետք է, ընդ որում իրեն չի բավարարում։ Երեք օրինակ Տրամփ ասեց այդ Բայդենի վրայով հերթական տակառը գլորելով, ասեց այդ ծրի այդքան որ բաժան է ստեղնել, չի լրացրել։ Ուկրաինային տվել են բավականաչափ հրթիռներ, տեղը չի արտադրվել եւ հիմա ԱՄՆ Իրանի դեմ պատերազմում ունի խնդիրներ, իրոք ունի։ Ձև չի անում Տրամփը։ Հիմա գանք Ուկրաինան փաստացի ԱՄՆ-ի համար ոչ առաջնային դերակատարում ունի։ Հիմա մեկը կարող է գրատել 10-րդական, տեղական չի, ոչ առաջնային։ Ուկրաինայի երկինքը բաց է։ Ռուսները դանդաղ համառորեն, բայց էֆեկտիվ եւ հաջողությամբ ոչնչացնում են ուկրաինական քրիտիկական ենթակառուցվածքները եւ անօթաչուների արտադրամասերը։ Ռուսաստանին խոցում են եւս ռեակտիվ շարժիչով անօթաչուներ, որոնք ուկրաինական չեն, դրանք բրիտանական են հիմնականում, հիմա էլ գերմանական կա, որոնք արտադրվում են ոչ Ուկրաինայում հիմա, որտեղ Ուկրաինայի տարածքում ինչ կա, ռուսները խոցում են։ Այդ գործարանները նույնիսկ ստորգետնա, իրանք պաշտպանված չեն, եթե բացահայտվեց տեղը միանշանակ խոցվում է։ Նույնիսկ 10, 15, 20 մետր խորությամբ, հա, ռուսները մինչև 80 մետր խորությամբ հրթիռներ ունեն, որոնք կարող են խոցել։ Եվ դրա համար հիմա այդ գործարանները որտեղ են Ուկրաինայի տարածքից դուրս։ Ուկրաինացի մասնագետները արտադրում են եվրոպական երկրներում, որը Ռուսաստանի համար խնդիր է իդեպ։ Եվ դրանք վաղ-թե ուշ դառնալու են Ռուսաստանի համար թիրախային իդեպ ասեմ։ Երեք այդպես մի անկապ հրթիռ է, չէ՞, պայթել Լեհաստանում։ Մա չգիտենք ուկրաինականա, ռուսականա չգիտենք։ Բայց պայթել է այդ հրթիռը։ Եթե ռուսական է եւ պատական չի պայթել, դաշտում է պայթել, ասենք այսպես։ Սա Լեհաստանից զգուշացում է, որ քո մոտ գործարան շատ գործարաններ կան, որոնք այսօր անօթաչուներ են արտադրում, որ տրվում է Ուկրաինային։ Վաղը չեմիսօր այդ գործարաններին կարող են խոցել։ Ես ազուտ տեսականորեն եմ ասում, որովհետեւ կարող է նաեւ ինչպես նախորդ անգամ ուկրաինական անկապ հրթիռ լինի։
կամ այդքան էլ անկապ չէ, այսինքն Ուկրաինան հաճախ այդ անկապ հրթիռներով ատամա ցույց տալիս ցանկացած պետության։ Հիմա կան Կասպից ծովին։ Երբ որ Ուկրաինան խոցում է Կասպից ծովում իրանական, սա ԱՄՆ-ին հաջողանալու, գծնելու եւ ուղակի թե անուղակի ասելու, որ փաստացի գոյություն ունի Ռուսաստան-Իրան ռազմատեխնիկական լուրջ համագործակցություն եւ երբ որ Իրանը խոցում է ձեր բազաները ռազմական Պարսից ծոցի շատ երկրներում շատ դիպուկ, հա, ինչպես ասում են, տեղին եւ ոչնչացնում է, ապա դա Ռուսաստանի ներգրավվածությունն է, այսինքն ռուսները օգնում են Իրանին, Իրանը օգնում է Ռուսաստանին այդ անօթաչուները, որտեւ այդ շահիդները հետո ռուսական արտադրությամբ անունը փոխեցին, գերան դարձան, բայց իրականում սկզբում դրանք իրանական շահիդներն էին։ Եվ այդ առումով փորձ արվում Միացյալ Նահանգներին, Ուկրաինայի ղեկավարության կողմից, որպեսզի մի քիչ ցավացնի Իրանին, ցույց տալով ԱՄՆ-ի ղեկավարությանը, որ իրենք եւս պատրաստական են ընդհանուր ճակատով Իրանի դեմ ճակատով իրենք եւս մասնակցություն ունենալ, բարձ եմ ասում, բայց ակնկալիքը հրթիռներն է, նորից եմ ասում, Ուկրաինան մի խնդիր ունի ԱՄՆ-ից ստանալ հրթիռներ, որը չի տալիս ԱՄՆ-ը։ Եվ ավելին ասում է այդ կռվի դադարեցվի ջա։ Չէ, ինքը ունի, բայց ինքը իր այդ հրթիռները պետք են այլ ճակատում, իրանական ճակատում։ Ավելին այսօր առավոտյան Ղազախական տանկերը Կասպից ծովում խոցվել, եւս ուկրաինական ուրեմն անօթաչություններով։ Հետո պարզել է, որ այդ Ղազախականը դա ԱՄՆ-ի նավթային ընկերության սեփականությունն անձնակազմով, նավով եւ նավթով։ Հիմա այսինքն սխալվել են, այստեղ մի փոքր սխալվել են, մտածել են, որ իրանական է, բայց պարզվում է այդքան էլ իրանական չի։ Հիմա խնդիրը նա է, որ Ուկրաինան ամեն ինչ անում է, որպեսզի պատերազմը չկանգնի, իսկ չկանգնելու համար Իրան պետք է հակաօդային պաշտպանության այն համակարգը ունեն, հրթիռներ չունեն, հրթիռներն է պետք իրեն։ Մահուկենից խնդիր է, որտեվ նորից եմ ասում, արդեն գալիս է 4 շաբաթ է, երբ ուկրաինական բոլոր քաղաքները անխտիր, բոլոր մայրաքաղաքով, նավահանգիստներով, խորքում, արևմուտքում եւ այլն ինքնաթիռ բաները երկինքը անպաշտպան է։ Իսկ այդ նշանակում է, որ ռուսական կողմը այս գիշեր ամենաաննախադեպն է եղել։ Այսինքն թե ինչքան թիրախներ են խոցել, ինչքան գործարաններ, ինչքան կամուրջներ, երկաթգծեր եւ այլն, նավթի, ասենք, պահոստներ եւ այլն, ռեզերվուարներ, Աստված գիտի։ Եվ այստեղից հետեւություն։ ԱՄՆ-ը չի տալիս հրթիռը, Ռուսաստանը մեծ հաշվով ոչնչացնում է Ուկրաինա տնտեսությունը ընդհանրապես։ Ուկրաինան շուտով թաղվելու է վաղ միջնադար։ Բարձր եմ ասում։ Հիմա սա է, եւ Ուկրաինան ամեն ինչ անում է, որ ԱՄՆ-ից այդ հրթիռները փոկի, չի փոկելու, ԱՄՆ-ը չի տալու։ Թեև մի ժամանակ ինֆորմացիոն դաշտում Ուրսուլա ֆոն դեր Լայնն հայտնի Ռուսաստանը պարտվում է, Ռուսաստանը հոգնած է, Ուկրաինան հաղթում է։ Թեզը շրջանառության մեջ դրեցին, հետո Բերանի մաստակ սարքեցին, առավոտից երեկո գովում էին, որ հեսա ուկրաինական բանակը հեսա արդեն հաղթել, արդեն հեսա Կրեմլի պատերի տակ է հայտնվելու։ Այս բոլոր ինչի համար է կապիկությունը։ Բան չմնաց։ Բան չմնաց, ինչի համար էր, որպեսզի ԱՄՆ-ի նախագահ որոշում կայացներ այդ հրթիռները տալ, որտեղ հեսա Ուկրաինան արդեն հաղթում է եւ պայմանագիրը կնքվելու է խաղաղության Ուկրաինայի եւ Եվրոպայի պահանջներով եւ ոչ թե Ռուսաստան։ Իհարկե բլեֆ էր։ Այդ բլեֆի տակ այստեղ նաեւ մեր որոշակի փորձագիտական շրջանակներ մնացին, նաեւ իհարկե շահագրգիռ կողմնակալ ուժեր, անձեր, որոնք որ այդ նույն փուչիկը այստեղ փչում էին։ Ակնհայտ այդ փուչիկի իմաստը Տրամպին համոզել, հորդորել, չգիտեմ, իհարկե ճնշել այդ մարդուն չի լինի։ Երեմիայն Մելանյան կարող է իրան ճնշել, կամ Նեթանյահուն, կամ հա, Բիբին, բայց Բիբին սիրով է էլի ճնշում։ Եվ այդ առումով մենք արձանագրում ենք, հա, ուկրաինական ճակատում, իրանական ճակատում վիճակը ինչպիսին է։ Եվ ես չեմ բացառում։ Ուկրաինան փորձում է ցույց տալ, որ ես ձեզ պետք եմ։ Հիմա Տրամպ ասում է դու ինձ պետք չես, թող քո Եվրոպան գնա տիրություն անի, բայց Եվրոպան ինչով է տիրություն անում, Եվրոպան ասում է երկինքը բաց է։ Պարոն Ապետյան, այնպիսի տպավորություն է, որ շատ կարճ ժամանակ հետո ուղղակի պատերազմը դուրս է գալու վերահսկողությունից։ Որ պատերազմը։ Մերձավոր արևելյան պատերազմը։ Հա, եթե համադրում ենք, որ յուրաքանչյուր պահի նոր
խաղացողներ են փորձում մտնել այդ պատերազմի մեջ այս կամ այն շարժառիթով եւ աշխարհագրությունը պատերազմի գնալով ընդլայնվում է, որովհետեւ եթե դիտարկում ենք փետրվարի 28-ին մեկնարկած այս պատերազմը, ապա գոնե դրա առաջի փուլում, մինչև առաջի փուլի ռազմական գործողությունների ավարտ եւ ապրիլյան այդ մեմորանդումի ստորագրում հուսիտները ակտիվ չէին։ Իրանք բացարձակապես լուռ էին եւ Կարմիր ծովում ռազմաճակատ չկար ձևավորված։ Եվ ակտիվ էր այդ ժամանակ Իսրայելը։ Հիմա երկրորդ փուլում պատերազմի հուսիտներն են ակտիվացրել նոր ռազմաճակատ է ավելացել Կարմիր ծովում եւ չկա Իսրայելը, բայց մենք գիտենք, որ Իսրայելը ինչ որ պահից կմիանա այդ ամենին, բայց մենք նաեւ հասկանում ենք, թե Իսրայելը ինչու է հիմա լուր, որովհետեւ իրենց մաշկի վրա զգացին իրանական բալիստիկ հրթիռների ուժը։ Հետո ինչ որ քարոզությունը այդ օրերին մատուցում էր այն, որ իբրև թե մեծ ավերվածություններ Իսրայելում չեն եղել։ Հետևաբար առաջին փուլում Կարմիր ծովը ռազմաճակատ չէր, երկրորդ փուլում այլևս ռազմաճակատ է եւ փորձենք հասկանալ հետագա զարգացումների ժամանակ այդ աշխարհագրությունը ուր կարող է հասնել։ Նախ պատերազմը ինքը process է։ Process-ը անկառավարելի չի լինում։ Ցանկացած process ունի կառավարիչ, որը պարբերաբար ստուգում է պատճառ-հետևանքային կապը, հետադարձ կապը։ Սա տեսությունն է ասում։ Հետաբար չի կարող լինել պատերազմներ անկառավարելի։ Միշտ ինչ որ պատերազմի հետևում կա պատվիրատու, կա շահառու եւ կա կառավարիչ։ Հիմա նայում ենք, այս բոլոր պատերազմները Ուկրաինա, Իրան, վաղուց չեմ բացառում, որ Չինաստան, Տայվանի հետ կապված խնդիրներ, չեմ բացառում Ռուսաստան, Կուրիլներ, Այս բոլոր ինչի համար է։ Եթե մի աշճան փորձենք վերև բարձրանալ։ Բոլորը հետեւյալի բանի համար է։ Միացյալ Նահանգներ պետությունը դառնալու է համաշխարհային հեգեմոն, թե ոչ։ Այսօր կռվը դրա համար է գնում։ Նախկինում գլոբալիստները համաշխարհային տիրապետության ձգտող ռեալ հնարավորություններ ունեցող ուժերը պարտվեցին։ Գլոբալիստները պարտվեցին մի պարզ պատճառով։ Իրենք իդեպ 1991 թվականից աշխարհում 100%-անոց միաբևեռ կառավարում ունեին։ Այո, որովհետև սառը պատերազմում հաղթել էին։ Սառը պատերազմը եւս պատերազմ է, ասենք տեղեկատվական եւ տնտեսական, ֆինանսական։ Գետնի վրա ռազմի դաշտում չկա, բայց հաղթել էին։ Ուղղակի իրենք բանը խիստ ժլատեղ են։ Գիտեք ինչու ժլատեղ են։ Ռուսաստան ինչու վերածնվեց։ Որն էր այն հիմքը, որի վրա Ռուսաստանի կիսանդատակում գտնվող ռազմաքաղաքական ղեկավարությունը, այդ թվում նաև պաշտոնաթող շատ բարձրաշան անձինք, կարողացան իրավիճակ ստեղծել, որտեղ աշճանաբար կարողացան իրավիճակ փոխել։ Որն էր միջուկային զենքը։ Այսինքն արևմուտքը այնքան ժլատեղ է, որ գումար չծախսեց Ռուսաստանի ամբողջ միջուկային զինանոցը ոչնչացնելու, այս բարձր մասը։ Շատ փոքր մաս ոչնչացվեց։ Բայց եթե ամբողջ զինանոցը ոչնչացվեր, Ռուսաստանը մեծ հաշվի իրենց ոչ ոք չներկայացնելու։ Որտեւ այդ միջուկային զինանոցն է ցանկացած պետության տալիս բարձրագույն լիգայում խաղացողի իրավունք։ Եթե չունես, չես խաղում։ Հիմա այստեղից գանք մեր այսօրվա իրականությանը։ Իրականությունը հետևյալն է. գնում է մրցակցություն, Միացյալ Նահանգներ, որպես միակ գերտերություն մի կողմից, ինքը Միացյալ Նահանգների ներկայիս վարչակազմը, որը ազգային էլիտայի եւ ազգային կապիտալի ներկայացուցիչն է, Տրամպը կոնկրետ, ինքը երկու ճակատով է մրցակցում իդեպ։ Առաջին ճակատը դա գլոբալիստներն են, որոնց հետ ինքը ունի նույնական նպատակ՝ համաշխարհային տիրապետություն։ Մեթոդաբանությունն է տարբեր։ Տարբեր մարդիկ, տարբեր կառույցներ։ Եթե ԱՄՆ գլոբալիստների համար ԱՄՆ պետությունը գործիք էր, ապա Տրամպի համար ԱՄՆ պետությունը իրականում ինքը նպատակ է, ոչ թե գործիք։ Եվ այստեղից մենք գալիս ենք հետևյալ հետևությանը։
ամենածանր վիճակում իրականում հիմա այսօր Տրամպի վիճակն է, ինքը երկու ճակատով է իրականում պայքարում։ Մի ճակատը նորից եմ ասում գլոբալիստներն են, որը ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցությունն է, Բրիտանիայի կառավարությունը եւ վերպետական բոլոր կառույցները, այդ թվում Ֆեդերալ ռեզերվային համակարգ, այդ թվում ՆԱՏՕ, այդ թվում Եվրամիություն, այդ թվում առողջապահության համաշխարհային կազմակերպություն, առևտրի համաշխարհային կազմակերպություն, միջազգային արժութային հիմնադրամ, համաշխարհային բանկ, այս բոլորը վերպետական կառույցներ են։ Այ հիմա Տրամպի Ամերիկայի դեմ, այսինքն ազգային կապիտալի ազգային էլիտայի դեմ պայքարում են սրանք, որոնք նոյեմբերին, եթե կոնգրեսի միջանկյալ ընտրություններում հանրապետականը պարտվեց, այդ նշանակում է հնարավորություն առաջանում, որպեսզի գլոբալիստները ԱՄՆ-ի ազգային էլիտայի եւ ազգային կապիտալ ներկայացնող ուժերից խլեն իշխանությունը։ Սա ուրեմն մի ճակատ է։ Երկրորդ ճակատը բազմաբևեռ միաբևեռ աշխարհն է, որտեղ բազմաբևեռ աշխարհ ստեղծող պետություններ կան, ավանգարդում Ռուսաստան, Չինաստան մի կողմից եւ Միացյալ Նահանգները մյուս կողմից։ Տրամպի վարչակազմը այս ճակատով էլ է կռիվ տալիս։ Այսպեսի մի հարց, պարոն Նահապետյան, շատ կարևոր դիտարկում իրականացրեցիք, նշելով թե Դոնալդ Թրամփը ինչպիսի խնդիրներ ունի հիմա եւ եթե հաշվի առնենք, որ գլոբալիստները, Եվրամիություն, ՆԱՏՕ, որոնց հետ շատ սրված հարաբերություններ ունի ներկայիս վարչակազմը Միացյալ Նահանգների եւ որոնք վստահաբար ատամները սրած սպասում են Թրամփի վերջնական տապալմանը, հա, ապա ինչու էր նրան պետք մտնել այս մերձավոր արևելյան քաոսի մեջ։ Հիմա ասեմ ձեզ։ Իրեն ձեռ չի տալիս։ ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը մի քանի խնդիրներ դրեց իր առաջ, երբ որ ընտրվել էր, որով նախ վերականգներ իր իրական տնտեսությունը։ Իդեպ իրական տնտեսությունը դա բանկային համակարգը չի։ Օրինակ ԱՄՆ-ը մինչև Տրամպի ԱՄՆ-ը դա բանկային համակարգի ԱՄՆ-ն էր։ Գլոբալիստների Ամերիկան ինքը բանկային համակարգի ԱՄՆ-ը։ Իրական տնտեսությունը դա արտադրանքն է եւ հանքարդյունաբերությունը։ Հիշում եք Տրամպը երբ ընտրվեց իր երկրի արդյունաբերողներին ասում էր փորեք նավթը նկատի ունի հանքեր, աշխատեք եւ այլն։ Հիմա նայեք։ Ուրեմն ԱՄՆ-ի երբեմնի փառքը վերականգնելու համար պետք է արտադրող ԱՄՆ։ Արտադրող ԱՄՆ-ի համար ի՞նչ է պետք։ Երկու բան, իր մրցակիցներին շարքից անել եւ երկրորդ արտադրություն դնել, որը ժամանակին տեղափոխվել էր Չինաստան, Հնդկաստան։ Իդեպ ասեմ, չինական եւ հնդկական հրաշքը դա գլոբալիստների կողմից համաշխարհային երկու ֆաբրիկա ստեղծելու միտված գործընթաց էր։ Ֆաբրիկայից մեկի անունը Չինաստանն էր, մյուսի անունը Հնդկաստան։ Հիմա ԱՄՆ-ը ուզում է, որ քանի որ ինքը գերտերություն տի, ինքը չի կարող միայն տեխնոլոգիա արտահանել, ինքը պետք է նաեւ գետնի վրա արտադրի։ Այդ արտադրելու համար նախ մի մրցակցին իրան դաշնակից մրցակցին, որը ավելի դյուրին է հաղթել, քան թշնամի մրցակցին, այդ դաշնակից մրցակիցը Եվրամիությունն էր։ Հիմա Եվրամիության տնտեսությունը որպես արտադրող բավական ծանր վիճակում է, չէ՞։ Սկզբունքորեն ընդունում ենք, որ ԱՄՆ-ը որպես իրեն կոնկուրենտ մրցակից չզոքացրեց Եվրոպային։ Եվ եվրոպական շատ արտադրողներ, այդ թվում նաև Գերմանիայում ավտոարդյունաբերությունը գնվում է Միացյալ Նահանգներ։ Առհասարակ, եթե դիտարկում ենք վերջին օրինակ 70 տարվա պատմությունը, Մարշալի պլանից սկսած Եվրոպան ա եղել հենց կախվածության մեջ Միացյալ Նահանգներից բոլոր ուղղությունները։ Բայց երբ որ գլոբալիստները որոշեցին, որ ԱՄՆ պետությունը ընդհանրապես միայն երկու գործառույթ իրականացնի՝ ՄԱՀԱԿ, ՆԱՏՕ-ով եւ Ֆեդերալ ռեզերվային համակարգ, այսինքն դոլար տպվել եւ այդ թուղթը վաճառել, տեղը ռեալ ապրանք առնել։ ԱՄՆ-ի վրա այդպես խնդիր էր դրած։ Հիմա ԱՄՆ ներկայիս վարչակազմը իր ազգային էլիտան, ազգային կապիտալը դա մի կողմի վրա է դնում։ Այսինքն իրական տնտեսություն, իրական Ամերիկա է ստեղծում։ Այդ առումով, այո, ինքը պետք է ինքը արտադրող լինի, բայց այդ արտադրելու համար ի՞նչ է պետք։ Հոսանքի համար ի՞նչ է պետք։ Նավթ եւ նավթի գների վրա իշխանություն։ Հակառակ դեպքում, եթե դու չունես իշխանություն, ուրիշ ունի, այդ ուրիշը նավթի գների քաղաքականությամբ քո տնտեսության վրա ռեալ ազդեցություն չէ կարող ունենալ, որտեվ քո տնտեսությունը փող տպելը չի դառնում է արտադրանք տալ, իսկ արտադրանք տալ նշանակում է հոսանք նշանակում է նավթ։ Եվ ԱՄՆ-ը այստեղ որոշեց Իրանի հետ կապված, եթե Իրան պատկերացեք Իրանում իշխանափոխություններ, ԱՄՆ-ը դառնում էր
Իրանը, որը գազային նավթային գերտերությունն է, երկրորդ, երրորդն է ցուցիչներում գազի եւ նավթի, եւ Վենեսուելան, որը եւս այդ առումով ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը խնդիր դրեց այդ էներգակիրները նախ հսկողություն սահմանել, հետո այդ երկրներում իշխանափոխություն իրականացնել, որ այդ հսկողությունը երկարատև լինի, ոչ թե պահի տակ, հետո կոմունիկացիաների վրա կոնկրետ Իրան վերցնելով, Իրանում իշխանափոխություն իրականացնել, ինքը նաեւ այդ ռեգիոնը մեծ հաշվով ինքը նավթային եւ գազային ռեգիոն է։ Դրա վրա է հսկողություն սարքում։ Անլայն ինչ որ արեց 50-ականներին Մոսադիկի վարչակարգը, երբ որ ՑՌ-ուն տապալեց ու Դե իհարկե դեղազգայնացում է, չէ՞ գնում։ Հիմա նայեք, եւ այս առումով ԱՄՆ-ի խնդիրը դա էր, բայց ստրատեգիական սա մարտավարական խնդիր է։ Իսկ ստրատեգիական խնդիրը իր թիվ 1 հակառակորդի տնտեսության հակառակորդին։ Ինչ անելներ տնտեսության իսկ հարված հասնել Չինաստան տնտեսությանը դա իրանական նավթի իր կողմից վերահսկելիության տիրույթ բերելով է դառնում, որը չկարողացավ։ Այդ առումով ԱՄՆ-ը նաև ծրագրավորել էր, որ ինքը Ռուսաստանի դաշնակից է լինում։ Այսինքն պատկերացրեք երկու միջուկային գերտերություն՝ Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, տնտեսության առումով մի գերտերություն, այսինքն մի հզոր երկիր, Միացյալ Նահանգներ, երբ որ ասենք Չինաստանն ինքը ծնկի բերեր։ Ինչ է կարծում, Ռուսաստան ԱՄՆ դաշնակցության մեջ առաջին ջութակով կլներ։ Վստահաբար ԱՄՆ, ինչու, որտեղ իր տնտեսությունը ավելի հզոր է, քան Ռուսաստանինը։ Այս առումով ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի ծրագիրը հետևյալն էր. Ռուսաստանի հետ հնարավորինս նորմալ հարաբերություններ ստեղծելով Չինաստանին ծնկի բերել, հետո Ռուսաստանի հարցերը լուծել այնպես, որ իր տնտեսությունը շատ ավելի հզոր է, այստեղ Ռուսաստանը դառնում էր երկրորդ ջութակ։ Եվ Ռուսաստանի միջուկային զինանոցը ԱՄՆ-ի համար դառնում էր գործիք աշխարհի գլխին, որտեղ Ռուսաստանը տնտեսական առումով ենթակա էր դառնալու ԱՄՆ-ին։ Սա է ծրագիրը, հիմա այդ ծրագիրը ձախողվել է։ Տրամպը իրեն պատե-պատ տա, ինչ ուզում անի, այդ ծրագիրը վստահաբար ձախողվել է։ Իրանում ձախողվել է ծրագիրը։ Չինաստանը սարի պես կանգնած է Իրանի մեջքին, Ռուսաստանը իր չափով այնքանով որքանով օգնում է։ Եվրոպան տնտեսությունը կիսավեր վիճակում եւ Ռուսաստանում չկարողացան իշխանափոխություն։ Ամբողջ այս ուկրաինական թնջուկը իրականում բուն նպատակը Ռուսաստանի դեմ տասնյակ փաթեթներ եւ այլն, բուն նպատակը Ռուսաստանում իշխանափոխություն իրականացնելն է, որը չի լինում։ Պատերազմի ժամանակ Ռուսաստանի քաղաքացիների մոտ կա ֆենոմեն։ Իրենք ոչ թե իշխանություններ են տապալում, այլ իրենց մոտ գնում է կոնսոլիդացիա իշխանությունների շուրջ։ Իշխանությունների վարկանիշը բարձրանում է։ Այո։ Հիմա սա է իրականություն։ Սեպտեմբերին մենք կտեսնենք ընտրություններում, ես վստահաբար ասեմ, այդ օրենսդիր մարմնի կեսից ավելը դառնալու են խրամատից եկած եւ խրամատի հետ առնչություն ունեցող մարդիկ։ Այսինքն դրանք այն իրական հայնասերներ են, որոնք դրսում չեն հավաքագրվել, դրսում իրանց վրա կոմպրոմատ չկա եւ գաղափարական առումով իրենք նվիրված են իրենց երկրին։ Սա որակապես նոր օրենսդիր մարմին է դառնալու, որի միջոցով վստահաբար եմ ասում, գնայեք Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը շատ արագ ինչ իրավական ակտեր է փոխելու, այդ թվում նաև սահմանության մեջ մի քանի կարևոր հոդված, որը առ այսօր Ռուսաստանի կիսագաղութային կարգավիճակի մասին է խոսում, այդ թվում օրինակ միջազգային նորմերի գերակայության, այդ թվում նաև կենտրոնական բանկի գերակայության, որպես առանցին ստատուսային միավորի եւ այլն։ Այս նոր օրենսդիր մարմինը բավականին, այսպես ասենք, արդյունավետ իշա Ռուսաստանի է գործելու եւ մենք տեսնենք ինչ ասել է իրականում, երբ Ռուսաստանի նախագահը ասում էր մենք վերականգնում ենք մեր ինքնիշխանությունը, սա պատական չէր ասում։ Իդեպ իրավական առումով Ռուսաստանը ինքնիշխանություն առանձնապես չի վերականգնել, այսինքն սահմանության մեջ բավականին ծանր հոդվածներ կան, որը փոխված չի։ Այ հիմա այս նոր օրենսդիր մարմինը ընտրություններից հետո օրենսդիր մարմնով իրապես կվերականգնի ինքնիշխանությունը եւ Հայաստանի օրվա իշխանությունները կտեսնեն ինչ բան է իրավական ինքնիշխանություն, ինչ բան է տնտեսական ինքնիշխանություն, թե չէ հոգի չելով չի։ Հայաստանի օրվա ռեժիմը նախապատրաստում է օգոստոսի 2-ին նորընտիր, այսպես ասած, ԱԺ-ի առաջին 9-րդ գումարման, այո։ Եվ մամուլու մարգատեղեկությունների համաձայն դե պրոտոկոլային կա, չէ, որ Համնային Հայոց կաթողիկոսը պետք է նիստը օծի։ Այո։ Բայց եթե ցանկանա իդեպ մամուլու մարգատեղեկությունների համաձայն այդ գործողությունը իրականացնելու է տիրադավներից մեկը։ Եվ հիմա հարցը առաջանում։ Սա ինքը խոցել է, չէ, որ ասում են տիրադավներից մեկը։ Ժողովրդի մոտ ընկալումների։ Օրինակ ինչ կարծիք ես, թող Փաշինյանը էլի կանգնի այդտեղ հայր մերով սկսի, հայր մերով փակի։
Թո Փաշազադային բերեն։ Կամ Փաշազադեն, չէ, Փաշազադեն տերունական աղոթք չի ասի։ Դու Նիկոլո Խոսային չի եղել որ։ Ինքը բոլորն է, չէ, ինքը ամեն ինչն է, որովհետև ըստ էության դա հերթական սադրանքն է լինելու ուված եկեղեցուն, հերթական հարվածը։ Ընդդիմությունը ումը նկատի ունես խորհրդանական ընդդիմությունը։ Բոլորը։ Դե հիմա տարբեր գործառույթներ է, ասենք խորհրդանական ընդդիմությունը, ասենք այդ նիստին կարող է չմասնակցել։ Բոյկոտ։ Ուրիշ ինչ անի։ Հո պարսատիկներով կռիվ չի խաղալու ներսում։ Ասենք կարող է դուրս գալ։ Ու կեցված կա։ Սա ինքնին ցուցիչ է, հա, ասենք արտախորհրդանական ընդդիմությունը ինչ պետք է անի։ Ասենք ինչ պետք է անի։ Ենթադրենք մի քանի հազար մարդ գնացին օրենսդիր մարմնի մոտ եւ ինչ դրանից ինչա փոխվում։ Դա հարությանը պետք է ընդդիմությունը մատուցի, որ ժողովուրդ SSS քայլերը օրինակ պետք է իրականացնենք։ Որ մենք չենք տեսնում։ Ես կարծում եմ, որ շուտով օրվա իշխանությունները թուրք-ադրբեջանական տանդեմի եւ հավաքական արևմուտքի որոշ պետությունների եւ կառույցների սադրանքով հրահրմամբ կուրացիայով Հայաստանում փորձ արվելու եկեղեցու հոգեոր առաջնորդի եւ իրական իշխանության զավթման գործընթացը ինքը սկսելու է։ Դե իրենց ծրագրային դրույթում էր նշված։ Հիմա սկսել է։ Ես օրինակ կարծում եմ, որ ընդդիմությունը ճիշտ կանի, որ դրան պատրաստվի։ Այսինքն գիտեք ինչ, հիմա օրենսդիր մարմինը բացումը վեհապար եղավ թե չէ, խոսք ասող թե չէ, դա գործնականում էական իրավիճակի վրա ոչ մի բան չի ազդում, չէ՞։ Բան չի փոխում։ Սա զուտ բարոյական կտրվածքով ենք, չէ՞ նայում։ Բայց դա արդյոք սկիզբա նոր բռնաճնշումների են։ Չէ, այդ ճնշումների հետ կապ չունի։ Բանը, ասենք ինքը ուղղակի կեցված կա դրսևորում որ իշխանությունը։ Ոնց որ արհամարում է, բան իբր եկեղեցու հոգեոր առաջնորդին, եկեղեցականներին եւ այլն։ Ես ասում եմ, ավելի առարկական վնաս իշխանությունը կարող է տալ այն ժամանակ, երբ սկսի գործընթաց գետնի վրա վեհապար հայրապետին իշխանությունից հեռացնելու։ Ես կարծում եմ, որ ընդդիմությունը պետք է սրան պատրաստվի գետնի վրա։ Իսկ թե ինչ, ես կարծում եմ, դա ասենք իրենք պետք է քննարկեն, իրենք որոշեն։ Եվ նույնիսկ ասենք անհրաժեշտության դեպքում հանրայնացման կարիք էլ չունի քայլերի հետ կապված։ Սա է գետնի վրա։ Եվ պատահական չի, որ 3 չառաջնորը վեհապար հայրապետի եւ 6 եպիսկոպոսների գործը մտավ դատարան։ Այո։ Հիմա դատանում այդ նիստ նշանակած ինքը հակասահմանադրական է, որտեղ եկեղեցին սահմանության պետությունից անջատ է եւ պետությունը իրավունք չունի եկեղեցու ներքին կյանքին խառնվելու։ Բայց ոչ միայն խառնվում է, այլև բանա որոշումներ է կայացնում եւ ասում է աշխարհիկ իշխանությունը կայացած որոշումը պարտադիր է եկեղեցու ներքին կյանքին վերաբերվող իհարկե, այնտեղ մի անձնավորություն կար նրա պաշտոնանկության եւ հետո նշանակման հետ կապված էր սահմանություն է խախտում, ասենք միապետական երկրներում սահմանությունս որն է, սահմանության ալֆան օմեգան այդ միապետն է, իր խոսքն է։ Ուղղակի մեր միապետը կառավարելի միապետ է, իսկ արտաքին կառավարում ներքո է, կամ կոլաբորանտ միապետ է։ Եվ ընդդիմությունը խորհրդանական եւ արտախորհրդանական պատրաստվի այդ քայլերը վիժեցնելու։ Ես կարծում եմ ավելի առարկական սա է։ Ուզում ասեմ, որ այդ ազգային ժողովում ով խոսիով աղոթքով բացող չփակի, սա բարոյական հարթություն է, չէ՞, ընդունում ենք։ Հա։ Գետնի վրա առարկայական բան չի փոխում։ Ոչ եկեղեցու կյանքում, ոչ եկեղեցու, ես ասում եմ, իսկ իշխանությունը պատրաստում է կոնկրետ հեղաշրջում։ Այո, հարվածը այդ բային բարոյական։ Հասկացա, բայց գետնի վրա առարկայական իշխանությունը փորձ անելու եկեղեցու իշխանության զավթել, իշխանությունը զավթել։ Եթե ինքը ասում է, ես տեղապահ եմ նշանակելու, հետո տեղապահ, հետո նոր կանոնադրություն, հետո նոր ընտրություն, դա իշխանության զավթում է, ճիշտ է։ Այսինքն ընդդիմության գերխնդիրը թիվ 1 խնդիրը եւ խորհրդանական ընդդիմության եւ արտախորհրդանական։ Սա վիժեցնելն է կամ ձախողելու, ես կարծում եմ այդպես։ Եվ այն չի, որ ասենք ով ուրեմն օրենսդիր մարմնի 9-րդ գումարման ով բացեց հոգեվորականներից։ Հա, բարոյական հարթությունով այդ կարևոր է, թե ընդդիմությունն էլ բան անի, ինչ են ասում։ Բոյկոտի դուրս գա այդ ժամանակը, ձևա չէ, բոյկոտից դուրս ես գալիս։ Ու ասենք ուրիշ ավելորդություններ պետք չի անի եւ ոչ էլ ասենք ժողովուրդը որ գնաց, ասենք բան, ազգային ժողովի մոտ, ինչ։ Ասենք մի քանի հազար մարդ գնաց, ոչ մի բան, չէ։ Ես առարկայական եմ, արդյունքով եմ գնահատում։
Իսկ որ նորից եմ կրկնում, ես շատ եմ կարևորում, իսկ որ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հոգևոր առաջնորդ այլ պաշտոնատար անձինք այդտեղ իշխանությունների կողմից թիրախավորված են եւ որոնց փորձելու է կառավարման անգամ տեղերից հեռացնել, չզոքացնել, սա կոնկրետ գործ է։ Այդ գործին խանգարել, խոչընդոտել, վիժեցնելու, կազմակերպվելու գործ կա։ Եվ որը պետք է անի եւ խորհրդանական ընդդիմությունը եւ արտախորհրդական, ինչպես այդ արդեն իրենք կարող են որոշել։ Եվ թերևս այս կարևոր դիտարկմամբ ավարտենք այսօրվա թողարկումը, սիրելի ընկերներ, Anti-Fake եթերում Խաշմերուկ ոդքասթի հերթական թողարկումն էր եւ ինչպես միշտ ձեզ հետ էին լրագրող պատմաբան Դավիթ Ֆիդանյանը, վերլուծաբան ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը, շարունակենք հետևել իրադարձություններին համաշխարհային քաղաքականության զարգացումներում եւ ներհայաստանյան զարգացումներում։